Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները միակողմանի հարաբերություններ չեն, բազմակողմանի է։ Ռուսաստանը ոչ միայն մեր հետ գործ ունի, նա գործ ունի նաև հավաքական արևմուտքի հետ։ Արևմուտքը հավատալիմ է ավելի ինքը իրեն, այսինքն հայկական պետությունը գոյություն ունի արևմուտքի շնորհիվ, Ռուսաստանը հաճույքով կվաճառի, էժանով կտա, ոնց որ տվեց, օրինակ Նագորնի Կարաբախը, Նախիջևանը, Ղարսը տվեց, էժանի միջայլոց տվեց, արևմուտքն է պահանջում, ասում, եթե դու չես, մենք կգանք, մենք գալիս ենք, մենք պահանջում ենք, հիմա նա գործ ունի նաև արևմուտքի հետ Ռուսաստանը, այդ հայտարարությունները, տնտեսական սանկցիաները միայն մեր մասին չեն, դա նաև արևմուտքի հետ կռիվն է։ Ես նույնիսկ ասեի մի փոքր տարօրինակ ձևով, պատերազմը Ուկրաինայից տեղափոխվում է Հայաստան, օրինակ տնտեսական պատերազմ, պատկերացնում եք, այսինքն Ուկրաինան հարթակ է, որտեղ բախվել են արևմուտքը եւ ոսկեհորդան, Մոսկովինան, ոնց է դրանց անունը, RF-ը բախվում են, գրիվը իրենք հայտարարում են, օրինակ RF-ը եւ այդ բարի ցանկացողների միություն էլ կա, չէ, աջակիցների Ուկրաինան ասում են, որ մենք կռվում ենք, մեր շահերն են, մեր շահերը բախվել են Ուկրաինայում, հիմա այդ շահերը բախվում են Հայաստանում, մեզանից անկախ, մենք չենք հրավիրում, մեր տարածքը չենք դարձնում պատերազմի թատերաբեր։ Փաշինյանի գործելավոճը կամ գործողությունները զգուշավոր որակվում, հա, կարծում եք այդպես։ Ես Փաշինյանից շատ բանով եմ տարբերվում, ասենք շուտ եմ ծնվել եւ այլն, հա, իր ծննդյան օրը ես երկրորդ անգամ արդեն դատված գնացել եմ Դուբրավլակ ծառ կտրելու, ուրեմն հանուն հայրենիքի, ուրեմն մենք ինչով ենք, ես անպատասխանատու եմ որպես քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու քաղաքական գործիչ է, այսինքն այս հայտարարությունը Չայկովսկու Պուշկինի մասին, որ ես եմ անում, Նիկոլ Փաշինյանը չի կարող անել, դա միջպետական հարաբերությունների վրա կազդի, իմ հայտարարությունը միայն Նիկոլ Փաշինյանի վրա պետք է ազդի, ինքը պետք է իմանա, որ այսպիսի կարծիք կա, հետո չասի չեմ իմացել, ես դա եմ ասում հանդատ ամեն անգամ, երկա բացակայի խնդիր է առաջանում, ես ասում եմ, ես ներկա եմ, չասեն ոչ ոք չի եղել, ոչ ոք չի ասել, որ Եվրազիական միությունը դա գաղութատիրական է, Հայաստանին կեղեքող, հյուծող, ընկճող, թալանող, խժռող համակարգ է տնտեսական, այդտեղից հարկավոր է դուրս գալ, երբ որ մենք ասում ենք դուրս չեն գալիս, դա նշանակում է, որ մենք կեղծում ենք, մենք ինչ-որ բան թաքցնում ենք, ուրեմն ես կարծում եմ, որ եվրաինտեգրացիան խիստ անհրաժեշտ է հայապահպանության համար, հայկական պետությունը մի գործառույթ ունի, ուրիշների համար ինձ հետաքրքիր չի, նրանց ֆորպոստ ունենալու խնդիրը, հայապահպանությունը որպես արժեքային տիեզերական համակարգ, հայոց լեզուն մշակույթը կոմիտասը, այդ կոմիտաս պահպանելու համար տարածք է պետք, աշխարհը դա գիտակցում է, այս տարածքը կոմիտասի համար, այ կոմիտասի պետությունն է, կոմիտասը մեր մշակույթի ես նկատում, մեր մշակույթը, Խաչքարի ապահով տարածք է պետք, որ Խաչքարը մնա, որ մենք մնանք, այ որ մենք որ մնանք, որ հավատարիմ ենք Խաչքարին, Կոմիտասին, Մեսրոպ Մաշտոցին, Գրիգոր Նարեկացուն, չէ, մենք հավատարիմ ենք։ Մենք այդ տարածք է պետք անվտանգ։ Հիմա այդ անվտանգ տարածքը Եվրազիական միությունը վտանգավոր է դարձնում, որտեղ ինքը վտանգավոր է, տոքսիկ է, թունավոր է։ Եվրոմիությունը իր արժեքային համակարգով, որը մեր արժեքային համակարգն է։ Մենք Եվրոմիությունից ենք։ Այնտեղ ավելի ապահով կլինի հայապահպանության համար, ես չարաշահելով կամ շահարկելով 1990 թվականին ազգային ժողով չկար, այն ժամանակ Գերագույն Սովետ Գերագույն խորհուրդը բոլորը
բացառությամբ մի քանի հոգուց, մի քանի հոգի ձեռքի վրա կարելի է հաշվել։ Անկախական էին բոլորը ամբողջ ցանկը ցուցակը կազմվել էր վերնապոդանիներով։ Այդ վերնապոդանիները մի մարդու պես դարձան այև անկախական պետականաշինություն, ես ազգանունները չտամ, որովե մեկին կարող է բաց թողնեմ, բայց ասենք պատկերացրեք, որ ՑԿ-ի Կենտկոմի անդամները բարձր պաշտոններ էին զբաղեցնում Հայաստանի, անկախ Հայաստանում արդեն, հռչակված անկախ Հայաստանում, նրանք անցան պետականաշինության, այսինքն ես օրինակ հիմա որ փոխ նախագահ ընտրվեց ազգային ժողովի Վարդևանյանը, ես ասում եմ, որ թող աշխատի, թողեք մարդը աշխատի, շատ հնարավոր է, որ նրանք լավվել նվիրվեն ու ծառայեն հայրենիքին, բայց դեկտեմբերից առաջ կա հոկտեմբերը, դա հետաքրքիր է, Ռուսաստանի պատմությունը սկսվում է հոկտեմբերից, բոլոր հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանում կարևոր փոփոխություն է տեղի ունենում, նույնիսկ մի երգ կար, Չստուշկա, իրենց բանով, վակտիբրե, Խրուշչովին հոկտեմբերին, Նիկոլային հոկտեմբերին, բոլորին հոկտեմբեր, իշխանափոխությունները, կարևոր իրադարձությունները հոկտեմբեր ամսին են, հոկտեմբերյան հեղափոխությունը, նոյեմբերյան, մի խոսքով հոկտեմբերին, մենք համբեր ենք տեսնենք հոկտեմբերին, ինչ է լինելու Ռուսաստանում, գուցե Ռուսաստանը այլ ծրագիր կազմի մինչև դեկտեմբերը, բայց դա մեր օգտին է, ես հիմա պետք է ասեմ շնորհակալություն այդ հայտարարության հեղինակներին, վերջնագիր ներկայացնելու, ու արդեն քաղաքացիական պայմանագիրը պատասխանել է ոչ Նիկոլ Փաշինյանի պերսոնով, պատասխանել է, ասել է, ոնց մտել ենք, այդպես էլ դուրս կգանք, 100 հոգով մտել ենք, 100-ով էլ ռեֆերենդում կանենք, ես շատ եմ դա ասել, ասեք հաճելի է, որ ուրիշներն էլ դա գիտեն, այսինքն ոնց ենք մենք մտել Եվրազական միություն, այդպես էլ դուրս կգանք, այսինքն 100 հոգի կքվեարկի, ու ես ասում եմ 130 հոգի կքվեարկի, Հայաստան խումբը, այդ Նագորնո Ղարաբաղցու Ալիևի խումբը եւ Տաշիրի խումբը դրանք կքվեարկեն Հայաստանի դուրս բերման օգտին դուրս կհանեն, որովհետեւ մեզ վռնդում են մինչեւ դեկտեմբեր ասում են կողմնորոշվեք, թե չէ դռները փակվում են։ Դռները դերի закрываются։ Դեկտեմբերին մենք ինչ անենք, չանենք, նրանք արդեն մեզ դուրս են թողնելու։ Դրա Նիկոլ Փաշինյանը ասում է մեկը հասնենք Կայարան, հասան Կայարան դռները փակվելու են։ Բա ինչ ենք մենք չարչարվում, ստեղ ջանքեր թափում եւ այլն։ Ես ճիշտ ասած համաձայն չեմ այդ մոտեցման հետ։ Ես ասում եմ սահմանադրությունը դրեք քննարկեք։ Ընտրությունների մասին օրենքը, տեսեք ինչ խայտարակություն է, հայրեր ու որդիներ։ Այդ Ալիևի կուլտուրան, Ալիևի Հեյդար Ալիևից Իլխամ Ալիևին, հիմա Քոչարյան Ռոբերտից Քոչարյան Լովիկին, հա, են Կարապետյանից մյուս Կարապետյանին իշխանությունը հանձնում են, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցրեք, դարձրեք ֆեոդալական պետություն, հայրեր որդիներ, մենք սրանով կզբաղվենք, իրանք էլ իշխանություն կունենան, պատգամավոր կլինեն, նախարար կլինեն, վարչապետ կլինեն, իրենց գործը դա է, չէ, մեկի գործը երկելն է, մյուրիշինը շինարարությունն է, ժառանգական կգնա, ընտրությունների մասին օրենքը խայտարակություն է, չպետք է Կարեն Կարապետյանը իր որդուն ուղարկեր, Նարեկ Կարապետյանը չպետք է հայտնվեր ազգային ժողովում, օրենքը պետք է արգելեր, ժառանգական չի, կենսագրություն չունեցող մարդը Ռոբերտ Քոչարյանի տղան կենսագրություն չունի քաղաքական, նա չի կարող քաղաքականությունով զբաղվել, լեզու չիմացող մարդը, հիմա գիտեք, ես վերջերս պարզեցի, որ մենք կամ քննություն պետք է տանք լեզվի, ազգային ժողովի պատգամավորի թեկնածու լինելու համար, կամ պետք է մայրենի լեզվի, այո, հայոց լեզվի, այո, նրանց մայրենիները մենք չգիտենք ինչ են, հայոց լեզվի, ես հիմա դրա մեր խոսակցությունը այդտեղ լսում, սրանք թուղթ բերել են, որ լեզվին, ուրեմն դա էլ է կեղծ, դրանք լեզվին չեն տիրապետում հայոց լեզվին,
ուրեմն ընտրությունների մասին օրենքը փոխեք, մաժորիտարը հետ բերեք, ցենզ դրեք, չի կարելի։ Կենսագրություն չունեցող, քաղաքական կենսագրություն դուրս պրծուկը չի կարող հորից իշխանություն ստանալ։ Ու այդ Նիկոլ Փաշինյանը, որ մեզ պահել է Եվրազական միության օրակարգում, ասում եմ, որ դե թողեք, մեկին նշանակեք, թող զբաղվի դրանով, որևէ դուրս պրծուկի ձեր շարքերից, դրեք թող զբաղվի Եվրազական միությունով, դա անհեռանկար է, անհետևանք գործ է։ Ռուսներին վտարում են Հայաստանից։ Ինչ պատճառով։ Ռուսները կործանեցին հայկականությունը, ոչնչացրեցին, գենոցիդի ենթարկեցին թուրքերի հետ միասին։ Այսինքն պահապանը գող դուրս եկավ, պահակը գող է։ Այսինքն Ռուսաստան, որ պետք է պահպաներ հայկականությունը տարածաշրջանում։ Պետք է լի հասկանալի չէ, ինչու պետք է, թե դուք եք Վիեննայի կոնգրեսում, եթե դուք ձեր Բերլինի կոնգրեսում, դա չի նշանակում, որ նա պետք է։ Տիկին Գայանի, Թե փաստաթղթերով է։ Փաստաթղթավորված է։ Ես մեր բանում շիննի զավոդի Աստանովկում չեմ խոսում, դեցի կրուկ չեմ ասում, տեսակ։ Նույն բան։ Մեղմացրեցի։ Նույն ձևով ասեցի։ Այդ հայերեն լեզվի քննությունը ոնց որ թե լավ չհանձնեցի։ Մեջբերումներ են, մեջբերումներ են, շակերտների մեջ, այո, մեջբերում այդպես են նրանք խոսում։ Ես ասում եմ, որ կա Բերլինի կոնգրեսը, Բերլինում Ռուսաստանը հանձնռավ, մերժեց Եվրոմիության այն ժամանակվա հավաքական Եվրոպան օրակարգ մտցրեց Բերլինում։ Օրակարգ մտցրեց Թուրքիան համաձայն էր փոքր հայկական պետություն, ասենք մի 60-70-100 հազար քառակուսի կիլոմետր, պատկերացնում եք, հայկական պետություն համաձայն էր Թուրքիան, որ այստեղ լինի, իր թիկունքը ապահով լինի, ռուս ու պարսիկ չլինի իր թիկունքում, համաձայն էր։ Ռուսաստանը ասեց ոչ, մենք կապահովենք հայ ժողովրդի կենսունակությունը եւ մենք կհետևենք, որ Թուրքիայում էլ հայերը լավ ապրեն։ Հանեց օրակարգից հայկական պետության գաղափարը, գրած Գրչակով։ Դրանց հերոսներից մեկն է քաղաքական մեր Լավրովը, ճակերտների մեջ մեր Լավրովը հպարտանում է Գրչակովի աշակերտն է ինքը, իսկ նա ասաց, որ չպետք է լինի հայկական պետություն։